Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Գյումրիում Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձրած ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում որպիսությամբ ամենաշատը ես էի անհանգստացած ընտրություններից հետո, այսօր վերջապես երկար դադարից հետո վերադարձել է աշխատանքի ու տպավորություն էր, որ պարոն Գրիգորյանը լավ է, ինչի համար ես անկեղծ շատ ուրախ եմ։ Պարոն Գրիգորյանը ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մեզ քաղաքական իշխող թիմին մեղադրում է մանդատագողության եւ մարդագողության մեջ, բանը կայանում է նրանում, որ իր իսկ թիմակիցներից մեկը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետո 1-2 օր անց փոշմանել եւ մեկ այլ դիմումով խնդրել է հետ վերադարձնել իր մանդատը եւ ուղղակի ներկայացրել է իր ցանկությունը խմբակցությունից դուրս գալու եւ անկախ ավագանի աշխատելու համար։ Հիմա պարոն Գրիգորյանը եկել եւ ես ամեն ինչում մեղադրում եմ մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այս թեմային երկար անդրադառնալ չեմ կարող, որովհետև սա բնականաբար իրականության հետ աղերս ունենալ չի կարող, բայց այս կոնտեքստում պարոն Գրիգորյանի արտահայտած մի քանի մտքերին այնուամենայնիվ կուզենամ անդրադառնալ։ Պարոն Գրիգորյանը խոսելով իր իսկ թիմակցի մասին, մտահոգություն է հայտնում, թե ոնց է տվյալ անձը ապրելու Գյումրիում, Գյումրին փոքր քաղաք է, արդյոք չի ամաչում, որ հնարավոր է ինչ-որ իր անվանը պիտակներ կպցնեն եւ այլն։ Պարոն Գրիգորյանը չնայած դալիճում չէ, բայց հուսով եմ կլսի ինձ եւ ես ուզում եմ վերջինիս հետեւյալը փոխանցել, որ պարոն Գրիգորյան, ես եւ շատ գյումրեցիներ այդ նույն մտահոգությունը ձեր մասով ունեինք եւ շարունակում ենք ունենալ։ Այն բանից հետո, երբ դուք ապահովեցիք բավարար մի բան էլ ավել ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, չնայած ձեր ընտրություններից առաջ կատարած մի շարք այլ հայտարարությունների։ Մարտուն Գրիգորյանը ասում է, որ ՔՊ-ն ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեց ձայներ հավաքել այն թեզի շրջանակներում, որ ասում էինք ով ընտրի մյուս քաղաքական ուժերին, ապա իր ձայնը կտա Վարդան Ղուկասյանին։ Պարոն Մարտուն Գրիգորյան, որտեղ է սխալվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դուք էիք, որ մյուս 3 քաղաքական ուժերի հետ Վարդան Ղուկասյանին դարձրեցիք քաղաքապետ։ Նշում եք նաև, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս է օգտագործել։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս օգտագործող քաղաքական ուժ լիներ, այսօր Գյումրու քաղաքապետ կլիներ ոչ թե Վարդան Ղուկասյանը, այլ Սարիկ Մինասյանը, բայց քանի որ մենք չունենք նման ձեռագիր, ապա մենք հաշտվում ենք եւ մեզ համար օրենք է ցանկացած ընտրության արդյունքները, որովհետեւ դա կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ մենք տեր ենք կանգնելու մեր 17200 վստահության քվեին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Արման Ղազարյան, համեցեք։